Թերթ.am-ը մեջբերելով ժողովուրդ օրաթերթի Հայրապետյանի տղաներն էլի են ծեծել վերնագրով հոդվածը գրել է, որ Վահե Ավետյանի մահվան օրը Հայրապետյանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի Սմբատ անունով։ Նա ընդամենը համարձակվել է մեքենան փախցնել տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր Toyota ջիպով ու խիստ զայրացել կատարվածից։ Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե դու ով եղար, որ մեքենան քշես ին վրա։ Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ։ Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները։ Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է 81 համարի երթուղին կատվածահար վիճակում է։ Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է։ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, թե արտաքին ուժերն այսօր միջամտում են Դաշնակցության ներքին գործերին, փորձում են խնդիրներ ստեղծել կուսակցությունում եւ նպատակ ունեն փոխել Դաշնակցության ներկայիս ղեկավարությանը։ Նման հայտարարություն Մարգարյանն արել է պատասխանելով հարցին, որքանով են ճիշտ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դաշնակցության ներսում առաջացել են լուրջ հակասություններ։ Նա տեղեկացրել է նաեւ, որ հուլիսի 5-ին կայանալու է ՀՅԴ Հայաստանի գերագույն ժողովը։ News.am-ը գրում է, որ ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանը ներառվել է բիզնեսի 10 իդոլների ցանկում, որոնք համարվում են ամերիկյան երազանքի իրականացման մարմնացում։ Ամերիկյան Minivel.com կայքը կազմել է հայտնի մարդկանց ցանկը, որոնք իրենց կարողությունը ստեղծել են հաղթահարելով բոլոր դժվարությունները, անտուն լինելը, քաղաքական պայքարն ու անձնական ողբերգությունները։ Ամերիկյան երազանքի իրականացնողների ցանկում են նաև Xerox ընկերության գործադիր տնօրեն Ուրսուլա Բենսը, McDonald's Corporation-ի նախագահ Դոն Թոմփսոնը եւ այլն։ Իտարտասը գրում է, որ թուրքական Ֆեներբախչե ֆուտբոլային ակումբի նախագահ Ազիզ Իլդիրիմը մեղավոր է ճանաչվել 5 պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ եւ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ Նա նաեւ $720,000 տուգանք պետք է վճարի։ Ազատազրկման է դատապարտվել նաեւ այս գործով մյուս մեղադրյալները։ Պայմանավորված խաղերի հետ կապված սկանդալը տեղի է ունեցել Թուրքիայում 2011 թվականի ամռանը։ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուքսը հետևել է Մարկ Ցուկերբերգի քարին եւ շաբաթ օրն ամուսնացել է։ 28-ամյա Քրիսը, որը հեռացել է ընկերությունից, ամուսնացել է 25-ամյա զուգընկերոջ Շին Էլդրիջի հետ։ Ինչպես Ցուկերբերգն ու իր կինը, այս զույգը նույնպես հարսանիքի մասին հայտնել է սոցցանցում եւ տեղադրել է նկարներ։